Հայաստանի Հանրապետության օդային եւ ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ իրականացվող ուժեղացված վերահսկողության շրջանակում ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ միջոցառումների արդյունքում ստացել էին հերթական օպերատիվ տվյալները։ Ըստ այդ տվյալների Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետությունը ժամանելու Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՌԹ, ով իր հետ կանխիկ եղանակով տեղափոխելու էր առանձնապես խոշոր չափի դրամական միջոցներ։ Տեղեկությունները իրացնելու նպատակով հրատապ ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Արդյունքում Հայաստանի Հանրապետություն ժամանելուց հետո Զվարթնոց օդանավակայանում հայտնաբերվել է ՌԹ-ն, ում մոտ առկա է եղել կանխիկ 65 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 321 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն Զվարթնոց օդանավակայանից ձերբակալել եւ տեղափոխել են կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն։ Արարևույթ հանցագործության հատկանիշներով հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն։ Քննչական կոմիտեը ներկայացվել նաև ձերբակալված անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ ՌԹ-ի նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Ուշագրավային հանգամանքը, որ 1 օր անց Հայաստանի Հանրապետություն ժամանած ՌԹ-ի ազգական Ռուսաստանի Դաշնության քաղաքացի ՀԹ-ի մոտ եւս հայտնաբերվել է խոշոր կանխիկ գումար 7.6 միլիոն ռուսական ռուբլի, որը շուրջ 37 միլիոն ՀՀ դրամին համարժեք գումար է։ Վերջինս Զվարթնոց օդանավակայանից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հանցանք կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով նույնպես ձերբակալվել եւ տեղափոխվել է կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն, այնուհետև քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախաձեռնել է քրեական վարույթ եւ տվյալ քաղաքացու նկատմամբ որպես խափանման միջոց դատարանի որոշմամբ ընտրվել է տնային կալանքը։ ՊԵԿ հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակելու է ուժեղացված հսկողությունը Հայաստանի Հանրապետության օդային եւ ցամաքային սահմաններով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների նկատմամբ եւ այդ նպատակով քաղաքացիներին հորդորում է արտերկրից դրամական միջոցները Հայաստանի Հանրապետություն փոխանցել օրինական ֆինանսական հաստատությունների միջոցով եւ խուսափել զարտուղի ճանապարհներով դրանք կանխիկ եղանակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխելուց։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին